Պանորամայի մի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք ուղիղ կապ ենք ապահովել Էջմիածնի մշակույթի տանը տեղակայված 14 տարեցի 3 ընտրատեղամասից, որտեղ քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց հայրենի կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը, մենք ահազանգ ենք ստացել, որ արձանագրվել են դրա խախտումներ, արդեն այս պահին խնդրեմ կներկայանաք, ինչ Բարև ձեզ, համահայկական ճակատ կուսակցության վստահված անձն եմ 14 կոտորակ 13 հասցեում, արդեն 2 ժամ 20 րոպե է, որ մեկնարկել է վաղարշաբաթ խոշորացված համայնքի քաղաքապետի ավականու ընտրությունը, բայց ցուցակները, կարող եմ ասել, խայտառակ վիճակում են գտնվում։ Բնակիչներ կային, որոնք եկան, արձանագրեցին, որ իրենց տան վրա գտնվում է տվյալ փողոցից մեկ այլ մահացած բնակիչ, զարմացավ, թե ինչպես կարող է նա գրանցված լինել իր բնակարանի վրա։ Մեր մեկ այլ բնակիչ արձանագրեց, որ իր տան վրա գրանցված է անհայտ ընտրող, որը ոչ վարձակալ է եղել, որի անուն ազգանունը իրեն ոչինչ չէր ասում, զարմացած, որի կինը չկարողացավ անգամ այստեղ ընտրության մասնակցել, որ այդ տան համասեփականատերն էր, իրենք թողեցին գնացին այստեղից։ Մեկ այլ բնակիչ եկավ եւ արձանագրեց, որ իր տան տղան, որ երկար ժամանակ բնակվում է Ռուսաստանում, այստեղ չի, նրա անունն է ցուցակում գրանցված։ Մեկ այլ քաղաքացի եկավ, փորձեց մասնակցել ընտրական գործընթացին, այստեղ հասցեում կար, բայց սարքը թե ինչ ուներ այդ տվյալ քաղաքացու հետ, ինչ այդպես անվիճելի հարց ուներ, ոչ մի ձև չկարողացավ ճանաչել այդ քաղաքացու ID քարտը, որը ոչ վնասված էր եւ ժամկետի մեջ էր։ Այսպես որ գնա, ես չգիտեմ, այս ընտրացուցակները այդ ինչպես են կազմել, որ ասում են ժողովրդավարության բաստիոնից այստեղ ընտրողներ են հայտնվել վկայությունը Մաշտոցի պողոտայի մեր ընտրողներ, որը եկավ եւ ես կարող եմ անգամ իր, եթե հասցեն պետք է, նաեւ կարող ենք այդ հասցեն ճշտել, ձեզ ասել Խաչատրյան Արսեն, Մաշտոցի 44 հասցեից։ Մարդը անհայտ ընտրող է գտել իր հասցեում, իսկ ինչ է անձնագրային բաժինը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այս փոքր համայնքի ընտրացուցակները չեն կարող կարգի բերել, որ մահացած մարդիկը ուրիշ բնակարաններում են գրանցված եւ իսկ արձանագրումներից զատ լուծումներ օրվա ընթացքում հնարավոր են դուք տեսնում եք թե Ես լուծում չեմ տեսնում, որովհետև սա անձնագրայինի խնդիրն է, ոչ թե հանձնաժողովի նախագահի, ինչպես տեղեկացրեց ինձ հանձնաժողովի նախագահը, ես այստեղ արձանագրում եմ եւ այսպես բացահայտ խոսում եմ լրատվամիջոցների ներկայությամբ։ Այդ ընտրողները կարող են քվե դառնալ, հա, այդ Իհարկե, այդ ընտրողները մենք արդեն 30 տարի տեսել ենք, ինչպես են դարձել քվե եւ գիտենք շատ լավ ում համար են դրանք քվե դառնում։ Տեսեք, ընդհանրապես մեկ ժամ է ըստ էության ակտիվ քվեարկությունը եւ նման խախտումներ, ինչպես կգնահատեք ընդհանրապես։ Դե ես կարծում եմ արդեն օրվա ավարտին, որ մենք ամփոփենք, մենք կտեսնենք, թե հանձնաժողովի աշխատանքի հետ չի կապված իմ խնդիրը եւ ոչ էլ ընտրողի, կապված է այս խայտառակ ցուցակների հետ, որ բերել այսպես փակցրել են այս պատերին։ Ինչ է նշանակում մարդը անծանոթ մարդու է տեսնում իր տան վրա, որևէ նախարար իր տան վրա կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը իր տան վրա անծանոթ մարդու կտեսնի գրանցված, կարծում եմ ոչ։ Իսկ անձնագրայինից նշեցիք, ինչ որ պարզաբանում չեն տալիս, ինչու է այսպես ցուցակը։ Ես հիմա ձեր միջոցով դիմում եմ անձնագրային բաժանմունքին, խնդրում եմ հետևեք, տեսեք, արդեն թե պետ ուշ է, որովհետև մարդիկ գալիս են, մի մասը նյարդայնացած հետ է գնում, մի մասը զարմացած է հետ գնում, մի մասը Թող հենց հիմա դիմում եմ անձնագրայինին, ճշտեք, ինչու են այս ցուցակներում այսքան անճշտություններ, 14 կոտորակ 13-ն է, եւ ես ընդամենը դեռ 2 ժամ է, որ ընտրությունը մեկնարկել է։ Արտասահմանցիներ ընտրատեղամասում նկատել եք, որտեղ Երևանի ընտրություններում հնդիկներ, ռուսներ եղել էին մեծաթիվ։ Ես մեկ ընտրողի եմ նկատել, ճիշտն ասած, եւ այդ պահին ես բնակչի հետ այստեղ էի եւ ես չիմացա ով էր, մեկ ընտրողի նկատել եմ։
եթե անկեղծ, որ այլ լեզվով էր խոսում, չեմ կարող ասել, գուցե այստեղի գրանցում ունի, գուցե դա չեմ կարող հստակ ասել։